Այս հոլովակը կանանց համար է, բայց կարող են տղամարդիկ էլ դիտել, եթե ուզում են ավելի լավ հասկանալ կանանց հոգեբանությունը կամ կանանց։ Ուրեմն հարգելիներս, եթե ուզում եք կանանց եմ դիմում, ձեզ հարգեն, սիրեն, այսինքն դուք լինեք, չեմ ասի իդեալական, որտեղ խուսափում եմ այդ բառից, ճիշտ կին, ինչ պետք է անել։ Ուրեմն ցանկացած մարդու մեջ, ոչ միայն կանանց մեջ, կան 4 տարերքներ, հա, ոնց որ հորոսկոպում 4 տարերքներ՝ հող, ջուր, կրակ և օդ։ Հիմա կանանց մեջ կան 4 նաև վիճակներ, որոնք որ համապատասխանում են այդ տարերքներին։ Օրինակ, օդի տարերքը դա թագուհին է, կրակինը սիրուհին, հողինը տնտեսուհին, խազայիկը, չգիտեմ ճիշտ թարգմանեցի թե չէ, և ջրինը աղջիկ երեխան։ Հիմա եթե կանանց մեջ դա բալանսավորված լինի, նու պլյուս մինուսով, հա, բոլորն է լինեն, նա կլինի ճիշտ, իդեալականին մոտիկ կին, բայց ցավոք, ինչա լինում։ Օրինակ այն կնոջ մոտ, որի մոտ որ շատ է թագուհի վիճակը, հա, նա գոռոզ է, հրամայում է, բոլորը ինձ պարտավոր են, գլուխների վրայով է անցնում։ Այն կնոջ մեջ, ում մոտ որ շատ է այդ տնտեսուհի վիճակը, նրան չեն հետաքրքրում ոչ մի բան, բացի իր էփելուց, թափելուց, իր տնից։ Այն կինը, ում մեջ որ շատ է սիրուհի վիճակը, նա այսպես ասած թռիվռի է, եւս նրան ոչինչ չի հետաքրքրում, արդեն տանը ոչինչ չի հետաքրքրում, դրսում իր հաճույքները, իսկ այն կինը, որի մեջ որ շատ է երեխա վիճակը, նա ինֆանտիլ է, մանկամիտ է, նա անինքնավստահ է։ Հիմա եթե հնարավորինս, այ դուք մտածեք ձեր մեջ որն է շատ, որն է քիչ, եւ աշխատելով ձեր վրա կարողացեք պլյուս մինուս բերել բալանսի, ու դուք կտեսնեք, օ հրաշք, ես ձեզ դա վստահեցնում եմ, այնպես որ հարգելի կանայք, ես վստահ եմ, որ դու կարող ես։